Գոհար ջան, այսօրվա դասընթացը կասեք ինչ եք անում։ Նայեք, ամենաանհրաժեշտ պարագաները նյութերը գործիքների մասին է, դասընթացը իսկ հիմա ներկա պահին բազաների տարբերությունը, թե երբ օգտագործեն, երբ իմանան ինչն է ճիշտ, որն է ճիշտ, որ չխառնվեն աղջիկները, նայեք, բազաները լինում են 3 տեսակի, հիմա հիմնականում տենց հիշեք։ Լինում է strong, ինքը ամենախիտ բազաներն է, strong, որ ինքը գրված է, ուրեմն խիտ է։ Երբ որ երկրորդը գրված է լինում latex, rubber, elastic, դրանք պատկանում է թույլ բազաների շարքին, ինքը strong չի, իրանով դուք պետք չի հարթեցումներ անել։ Ու նաև լինում է գունավոր color բազա, այս գունավոր color բազան ինքը եւ լինում է strong խիտ եւ լինում է թույլ։ Հասկացաք, դա արդեն պետք է դուք մի հատ YouTube ապսեք, հասկանաք, որովհետեւ բրենդներ կա, որ իրանք շատ թանկ են, բայց իրանք вообще դրանով չես կարող հարթեցում անես։ Վստահ չես լինելու, որ հաճախորդը ինքը հետո դրանից հետո կարող է 2-3 օր պահի դաժե այդ կարգի։ Հիմա երբ են կատարում բազա ու ինքը ինչքան ժամանակ է պահպանվում։ Բազան, երբ որ մենք բազայով ենք աշխատում, ենք հաճախորդին ասում ենք, որ դա պահպանվելու է 14 օր, քանի որ ինքը ամրեցում չկա, կապ չունի, որ strong է։ Ինքը ամրեցում չկա, իր պահպանման ժամկետը 14 օր է, բայց կա հաճախորդներ, կա եղունգի տեսակներ, որ կարող է եւ 1 ամիս պահի։